նոյեմբերի 9-ի 9-րդ կետի տրամաբանությանը, որը կողմերը տարբեր ձև էին հասկանում, բայց որում հստակ գրված էր Ռուսաստանի ՖՍԲ-ի ներկայության մասին։ Ուրեմն Ռուսաստանի ՖՍԲ-ի ներկայությունը ինքը արդեն նշանակում է, որ հայկական նույն ծառայությունը, իսկ դա ազգային անվտանգության ծառայությունն է, ինչ որ ձևով սահմանափակ էր լինելու Ռուսաստանի ՖՍԲ-ի ներկայության հետևանքում։ Ուստի Ռուսաստանի ՖՍԲ-ի ներկայությունը այդտեղ սուվերենության գուցե մասամբ, բայց զիջում էր։ Արդեն չեմ ասում, որ շատերը, նույն Մոսկվան, դա նաև այսպես կոչված էքստրատերիտորիալ արտատարածքային տրամաբանության մեջ էր քննարկում եւ պատկերացնում էր, որ պետք է Ռուսաստանի վերահսկողության տակ լինի միայն։ Ճիշտ է, հայկական կողմը ասում էր, որ Ռուսաստանի ներկայությունը չի բացառում Հայաստանի նաև ներկայությունը, բայց դա վիճում էին կողմերը։ Ուրեմն այդ երկու սցենարը գոյություն ուներ, մեկը ամենավատը գրավելու սցենարը փաստացի, մյուսը Ռուսաստանին զիջելու սցենարը, եւ երրորդ սցենարը մենք ստացանք ամենալավը, որում Հայաստանը որևէ մեկին չի զիջում որևէ իր տարածք, իր սուվերենությունը այդ տարածքների վրա պահպանում է,